միգուցե օրակարգի հետ այդքան էլ կապ չունի, բայց ընդհանուր առմամբ կարևոր քննարկում է եւ ես նաեւ իմ գործընկերը ասեց, ես փորձեմ շարունակեմ այդ միտքը։ Տեսեք, հիմա ծառայությունը ստեղծվել է, ունի եւ հաջողություններ, եւ ձախողումներ, եւ խնդիրներ, որ ես կարծում եմ մեր հանձնաժողովը այնտեղն է, որ պիտի այդ խնդիրների պատասխանները լսի ձեզնից, էկոպարիկային ծառայության ղեկավարից, մի քանի ամիս առաջ նաև մեր խնդրանքով էկոպարիկային ծառայության ղեկավարը այստեղ էր եւ ես բազմաթիվ հարցադրումներ հենց առիթ ունեցել եմ իրեն ուղղելու, բայց նախքան էկոպարիկային ծառայության հիմնադրումը մենք բազմաթիվ հարցեր ունեինք, որ այդ դրա պատասխանների ցավոք սրտի չենք ստացել եւ ուզում եմ մի քանի հստակ նաեւ հարցերի պատասխաններ ձեզնից ստանալ։ Խոսվեց դասընթացների մասին եւ կրթության դերի եւ նշանակության մասին, այսինքն եթե ծառայությունը ստեղծվում է, այդտեղ պետք է լինեն որակյալ աշխատողներ։ Իրենք պետք է կրթությունը ունենան, եթե տվյալ կրթությունը չունեն, եթե դասընթացները չեն անցել, բավականին խնդրահարույց է լինելու իրենց գործառույթների իրականացման հանգամանքը։ Սա շատ կարևոր է եւ դրա համար ենք այդ հարցը տալիս։ Երկրորդը, արդյոք այդ սարքավորումների մասով, որ նաեւ եթե չեմ սխալվում նախկինում ասվում էր որ դոնոր կազմակերպությունների հետ կապված աշխատանք է տարում սարքավորումների մասով, դրոններ, տեխնիկա եւ այլ, այսինքն այսպես ասած մերկ ձեռքերով այդ ծառայության աշխատողները չեն կարող պատշաճ ծառայություն մատուցեն։ Այդ լավ է որ Սյունիքի մարզում ունեն այդ հնարավորությունը, բայց մի շարք մարզերում այդ հնարավորությունները չունեն։ Եվ այդ առումով դժվարություններ է առաջանում։ Եվ հարցս հետեւյալն է, երբ պիտի այդ վերջնական այդ հագեցվածությունը լինի, այդ պլան ժամանակացույցը որ կազմվում է եւ հետո երկարացվում է այդ ժամկետները։ Ի վերջո մենք այդ հստակ ժամկետների իրացման խնդիրը ունենք եւ պիտի պատասխանատուները հստակ ասեն, որ այս ժամանակահատվածում այս բացերը որ կան, դիցուք 1 տարի հետո մենք այս բացերը լրացնելու ենք։ Կրկնում եմ, տեխնիկական հագեցվածության մասով, կրթական ծրագրերի մասով, մնացած այլ խնդիրների մասով, մենք այս հարցերի պատասխանը պետք է ունենանք։ Եվ այս աղյուսակը նաև ձեզնից պահանջում ենք, որ ներկայացնեք եւ պարոն Ղալումյանին խնդրենք այդ քննարկումը առաջիկայում կազմակերպի, որովհետեւ այդ հարցերի պատասխանները անչափ կարեւոր են ոլորտի զարգացման համար։ Շնորհակալ պարոն Մելմարյանը պատասխանի, որ կնշեմ, որ խնդրելու կարիք չկա, հաջորդ շաբաթվա մեջ անպայման քննարկում կկազմակերպենք, բայց նախորդ կուզեի ներկայացնեք ձեզ հետաքրքրող հարցերի շրջանակը, որ մեր կողմից հրավիրված անձիկ հնարավորինս պատրաստ կան հանդիպման։ Խնդրեմ պարոն Մելմարյան։ Շնորհակալություն պարոն Ղալումյան, կարծում եմ շատ լավ առաջարկ է, որ քննարկենք եւ էկոպարիկային ծառայության ղեկավարն էլ սիրով կարծում եմ ցանկանա իր ծառայության մասին խոսել, իր խնդիրների, ձեռքբերումների եւ բացթողումների եւ թերությունների։ Միայն ես մի քանի տվյալ ներկայացնեմ, որ հենց հիմա ընթանում է process-ը Տավուշի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում էկոպարիկային ծառայության ամբողջ գործարկման մասով սարքավորումների ձեռքբերման մասով Սյունիքի մարզային վարչության համար 23 պիկապ է ձեռքբերվել, 55 պիկապ Տավուշի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզային վարչությունների համար, որոնք մատակարարման փուլում են հենց հիմա, գործառնական 130 հատ ավտոմեքենաների կահավորման համար մոբայլ համակարգեր են ձեռքբերվել, 801 հատ համազգեստին ամրացվող թվային տեսախցիկներ, 400 հատ ձեռքի դյուրակիր ռադիոկայան, 133 հատ համակարգչային պլանշետ, 995 հատ լրակազմ ծառայողական համազգեստ եւ այլ անհրաժեշտ միջոցներ։ Դոնորների հետ աշխատանքի մասով ես ասեմ, որ այստեղ շատ նուրբ եւ հետաքրքիր աշխատանք է եւ շնորհակալություն, որ դոնորներ կան մեր կողքին կանգնած, հատկապես Գերմանիայի կառավարությունն է աջակցում այս մասով, սակայն մեր պատկերացումները, մեր ծառայության հիմնումը եւ իրենց պատկերացումները պետք է համադրելի լինեն։ Այս փոփոխությունը այդ պատկերացումների համադրման մի արդյունք է։ Եվ կարծում եմ, որ այստեղ շատ լավ եւ առողջ համագործակցություն ունենք։ Մեր միջազգային դոնորները ինչ են առաջարկում, որ տրեյնինգային ծրագրերով կարող են շատ լավ ֆինանսավորում իրականացնել։ Այս պահին կարիքների գնահատում ենք իրականացնում առաջին հերթին հակահրդեհային միջոցառումների համար անհրաժեշտ մեքենասարքավորումների ձեռքբերման համար այս օրենքի փոփոխություններից հետո այդ կարիքների գնահատման հիման վրա նաև բարդ բանակցությունների
որովհետև եվրոպական լավագույն փորձը ունեցող երկրների հետ մենք բանակցում ենք, որպեսզի գտնենք մեր երկրի համար ամենաէֆեկտիվ տարբերակը, որը ոչ միշտ կարող է համընկնել մեր գործընկերոջ պատկերացումներին։ Այս բանակցություններն էլ կարծում եմ ավարտված են եւ այս օրենքի փոփոխությունով մենք ավարտենք նոմա դաշտային աշխատանք, տրեյնինգներ, ես շատ համաձայն եմ եւ շատ ճիշտ եք նշում, որ տրեյնինգները շատ կարեւոր են եւ այսօր էկոպարեկային ծառայող դառնում են դասընթացների արդյունքում։ Դասընթացները եւ համապատասխան տվյալները, քննությունները հանձնելուց հետո նոր ընդունվում են էկոպարեկային ծառայություն։ Խնդրեմ, պարոն Դանիելյան։ Ես շատ արձագանքեմ, ես կարծում եմ, որ նաև մեր հանրության հետ աշխատանքն է կարևոր, որպեսզի այդ բեռն ու պատասխանատվությունը ոչ միայն լինի հայ-անտառ պոակի վրա, ոչ միայն էկոպարեկների վրա, այլ նաև անտառային հրդեհների եւ այլ հանգամանքների պահ շատ կարևոր է այդ իրազեկման կանխարգելիչ աշխատանքները, բայց ես ուզում եմ դուք հստակ ժամկետներ նշեք, ասում եք ընթացքի մեջ է։ Այս բառակապակցությունը շատ ենք լսում, որ ընթացքի մեջ է։ Այդ ընթացքը ունի հստակ ժամկետներ։ Ես խնդրում եմ հստակ ժամկետներով ասենք, որովհետև արդեն տևական ժամանակ է Տավուշում այդ սարքավորումներից, այդ հնարավորություններից զրկված են եւ արդյունավետ աշխատանք իրականացնելու խնդիրը ունեն։ Խնդրում եմ նշեք հստակ ժամկետներ, թե երբ դա տեղ կհասնի այդ ճանապարհին արդեն մի քանի տարի կներեք, ասում եք ճանապարհին։ Խնդրեմ, պարոն Մեմարյան։ Շատ լավ, շնորհակալություն, կարծում եմ հենց այս հարցերն էլ կարելի է այդ քննարկման ժամանակ ներկայացնել եւ մենք էլ մեր կողմից ներկայացնենք տվյալները։ Շնորհակալություն, խնդրեմ, պարոն Դանիելյան։ Ելույթ հարցերը վերջացնենք, նոր հարցեր էլ չունենք, խնդրեմ ելույթներ, խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Դանիելյան։ Պարոն Մերմարյան, դուք նշեցիք, որ էկոպարեկային ծառայության գործարկման արդյունքում 70% ոնց ասիկ բացահայտումներ ունենք իրավախախտերի մասով, բայց ճիշտ է մենք չունենք թիվ, բայց մենք ունենք նաև արդյունավետություն, թե ինչ կամ մարդ իրավախախտում չի անում, որովհետև գիտակցում է, որ ռիսկը բավականին մեծ է, իսկ լինելով Սյունեցի, հստակ ասում եմ, որ ռիսկը բավականին մեծ է, որ Սյունիքում անտառում իրավախախտում անես եւ կբացահայտվես ես ամբողջովին այդ տեղեկատվության հետ ամենօրյա առնչվում եմ եւ ուզում եմ նաեւ պարոն Ղազարյան դուք նշեցիք ծառատնկման քանակի ազգային պարկից խնդրեցի ուղարկեցին իրենց փոխանցած տվյալներով 2025 թվականին տնկվել է 36000 տնկի 13 հեկտար 2024 թվականին 5 հեկտար 10000 տնկի, 2023 թվականին 7.5 հեկտար 12000 տնկի, 2022 թվականին 2.57 հեկտար 3000 տնկի, կեչի, վայրի տանց, խնձոր, հացենի։ Պարոն Ղազարյան, եթե ելույթ ունեք, ելույթով կասեք։ Ես ձեր առաջարկը ընդունում եմ, պարոն Ղազարյան, մեծ սիրով ազգային պարկի տնօրենության հետ պայմանավորվենք, իրար հետ գնանք, եւ եթե արժանահավատ չի, դա նաեւ իմ խնդիրն է, միայն ձեր խնդիրը չի բնականաբար, գնանք ճշտենք, սա իրենց փոխանցած տվյալներն են եւ առաջարկում եմ գործընկերներին հրավիրենք, տեղում գնանք, համել կզմայլվենք մեր գեղեցիկ Սևանի տեսարանով, շնորհակալություն։ Շնորհակալություն, ելի ելույթներ ունենք։ Ելույթներ, խնդրեմ, պարոն Դանիելյան։ Ես փոքր անդրադառնամ պարոն Դանիելյանի նշած թվերին, այդ տնկիները միգուցե տնկվել են, բայց միշտ մենք այդ խնդիրը ունեցել ենք այդ տնկիների խնամքի եւ կպչողականության հետ կապված խնդիրներ կան եւ այս առումով կարծում եմ մեր վերահսկողությունը անչափ կարևոր է, որ ոչ թե թվեր հնչեցնեն, այլ իրապես այդ աշխատանքը տարվի եւ հավուր պատշաճին տարվի եւ ես ուզում եմ մեկ անգամ եւս նաեւ անդրադառնալ շատ կարևոր մի թեմայի, որը էկոպարեկային ծառայության աշխատողների վերապատրաստման, իրենց կրթական ծրագրերի եւ կներեք, սա պետք է ասենք, էլի, էկոպարեկային ծառայությունը այնտեղը չի, որ այսինքն գործ չունեցող մարդիկ, որոնք որ գործ չունեն աշխատատեղ ապահովելու տեղ չի,
որ ով պարապա գնա էկոպարեկային, ես ամենայն հարգանքով էկոպարեկային ծառայության աշխատողներին, բայց շատ դեպքերում արդյունավետ աշխատանքի խնդիրը կա եւ այս առումով շատ կարեւոր է, որ այդ դասընթացներն էլ լինեն թափանցիկ եւ ի վերջո մենք հասկանանք այդ մարդիկ ինչ գիտելիքի pašարով են մտնում աշխատանքի մեջ եւ որքանով են արդյունավետ կատարում իրենց պարտականությունները եւ իրենց ծառայությունները եւ այն դոնոր կազմակերպություններն էլ որ դուք նշեցիք որ կան դոնոր կազմակերպություններ որոնք աջակցում են սատարում են եւ որոշակի առումով այդ ուղղությամբ դուք ասիք աշխատանքներ տարվում դա էլ հստակ թափանցիկ բարձ պիտի մենք կարողանանք մեր հասարակությանը մեր հանրությանը ցույց տալ ինչ է արված ինչ է մնում ինչքան բաց թողում կա այդ թերությունների մասին պիտի խոսանք առավելությունները այդ լավը ինչ որ կա մերնա ոչ մեկ մեր ձեռից չի տանելու բայց խնդիրների խնդիրների մասին պետք է բաց ու թափանցիկ այդ քննարկումը լինի եւ այդ թերացումները պետք է շատ արագ վերացվեն շնորհակալ եմ Խնդրեմ պարոն Ղազարյան Ես գիտեմ դուք ծախողում բարեց ինչքանով եք նեղվում կամ չնեղվում փաստը կա 25 թվականին պետք է երրորդ երամսյակում գավառի շենքը մաքրման կայանը վերջացածներ 27 թվականին Վարդենից Մարտունի Հիմա եկեք գնանք եթե շենքը տեղում է ես բոլորի ներկայությամբ ներողություն խնդրեմ կայցեմ ձեր բոլորի ներողամտությունը եթե ոչ համապատասխան մարդիկ թող ինձանից ներողություն խնդրեն ասում եմ դուք նախագիծ եք ասել հիմա անունը դրեք վարկային միջոցներ կամ դրամաշնոր գումարը հատկացվել է հողատկացումն եղել է մրցույթային փաթեթը կազմվել է նախագծանախաշվային չգիտեմ ինչքան գումարա ծախսվում է նախագծանախաշվային փաստաթղթերի կազմելու փորձաքննություն անցնելու մրցույթի տրամադրելու համար հազարավոր տեղեր կա շփալ են մեկ աղբյուր եք անում դա էլ գնման ընթացակարգով բարձ ընթացակարգ բերեիք անետաձգելի գնումանեի կառուցեիք գնացե դրամաշնոր եք խնդրե ծրագիր եք ներկայացրել հիմնավոր որ այս գումարը պետք է բերվի ծախսվեց նպատակի համար իմ այդ նպատակի համար չի ծախսվել Առավել ևս գումարները ծախսվել, որոնք փոշիացվել են նպատակում նախագծանախաշվային փաստաթղթերի կազմման, իմ ասում եք դա ծախողում չէ, բայց ինչ է թե ծախողում չէ, թերացում է, կարող մի մասը կառուցվել կամ սարքավորումների կենսաբանական մաքրման լավ չեն աշխատել, վերազինման խնդիր կա։ Չի կատարվել, փաստացի չկա ծրագիրը ծախողված է, դուք ոչ անուն ինչ ուզում եք դրեք, եւ ծառատկման հետ կապված լրացուցիչ Ես կնայեմ, խնդրեմ այդ թվերը տեղաբանանեք, հա, չէ, նա թվերը ինձ տակ, ես որտեղ այն որ ասում եմ, ես Երանոցից մինչև ծովակ հատվածում նայել եմ, կարող է չգիտեմ, այդ մարդիկ այլտեղ են տնկեր չեմ տեսել։ Միասին կնանք Մարտուն տարածաշրջանում ազգային պարկի պահպանող տարածքում մեկ ծառ թող ցույց տան, որ տնկված է եղել, շնորհակալ եմ։ Շնորհակալություն